Սիրելի հետևորդներս, ահա որ եղանակ ա մեզ մոտ վայքում, ուժեղ ցրտել ա, անձրև ա գալիս, ամպերը գոռում են, որոտում են, կայծակ ա, մի հատ տեսեք այդ ամպերը ուր են գնում, ինչու են գնում։ Իմ սիրած եղանակն ա, այնքան եմ սիրում, որ հենց ամպած եղանակ ա, որ ամպերը լավ գոռում են, կայծակն է որոտում, սև ամպերը գալիս են, ոյ։ Ես ինչ հեղեղա լծվելու, մի հատ ամպերի գոռոցը։ Վտանգավոր է։ Լիլիթն էլ է հել է դուրս։ Լիլիթն էլ է հիանում ամպերի ձայն։ Մի քիչ առաջ արի։ Ուй, տենում ես ինչ կայծակ ա, Լիլիթ։ Ողո բուրա։ Լիլիթ, մի իջի։ Ուզում էր խանութ գնալ էնել, ահա որ եղանակ ա։ Անձրև ա գալի։ Ոյ, սելավ, կայծակի լուսավորումը տեսնում եք, չէ ոնց ա։ Հեղեղ։ Ասում էինք դաշտերը չոր ա, անձրև չկա, տեսեք, ահա ջրվեցին մեր դաշտերը, սարերը, ձորերը, թող ջուրը շատանա, շատ ջուր լինի, ոյ, լեռնային շրջաններում ձյուն է գալու, միշտ էլ ծառերը ծաղկելու այս սեզոնին ցրտահարություն է լինում, երբ ծառերը ծաղկում են, ցրտահարություն, բերքը կփչանա գյուղացու, դա է վատը չէ, անձրևա թող գա, վնաս չի, միայն դա է, որ մեր կարող է ծառերը ցրտահարվեն։ Բույսերս մեծացել են, իմ պղպեղները, սիրելի հետևորդներս, ամեն օր շուռումուռ եմ տալի, թեքում եմ, իրանք նորից գնում են դեպի լույսը, թեքվում են դեպի լույսը։ Հա, Լիլիթ, ինչի եկաք բեռով բարձով, կայծակա վախենում եք, կայծակից վախեցել են, եկել են իմ սենյակը, կարծես թե ես էլ պաշտպանելու եմ, կայծակա էլի, ինչ պիտի, մենակ հեռախոսները ձեր դրեք, ոյ տենում եք ինչ լուսավորվում ա երկինքը։ Ես ֆոբիա ունեմ։ Հեռախոսները դրեք զարյատկայի։ Կաղա լույսերը գնա, սենց եղանակ են գնում ա լույսերը երեխեք։ Սիրելի հետևորդներ ջան, բարևներ։ Ահա որ եղանակ ա, ուժեղ քամի ա, բայց տաք ա եղանակը ընդհանուր առմամբ։ Ահա երեք տեսակ ամպերը մութ կուտակվել էին, ամպրոպ, կայծակ, որոտ, բայց գիշերը անձրև չի եկել, եթե անձրև գար քամի չեր լինի, քամոտ եղանակ, ես էլ կոֆե եմ դրել, գնամ կոֆես խմեմ, որ տանից դուրս գամ։ Ոչ գիշեր քամին փչել է, շատ ուժեղ քամի էր, այն որ քամու ձայնը, դփշփը, ահա որ քամի, հիմա էլ է քամի, մտածեցի արթնանամ ձյուն եկած կլինի, որովհետև լեռնային շրջաններում ձյուն էր տվել,
Չնայած մենք նախալեռնային շրջանում ենք, բայց տաք է եղան դուրսը։ Դուրս եկա, պատշգամբ տաք է, կարևորը ցրտահարություն չանի, վերք լինի, միրգ լինի, առատ լինի տարին։ Լույսերն էլ անջատվել էր, նոր մի քիչ առաջ ա եկել։ Սա էլ եղանակի անակնկալները, երևի պարվի ուլերն է, չեմ անում, որ ամսին է, հա, պարվի ուլերն է, քամի ա լինում չէ, պարավը երբ որ պարավը իր ուլերին հանում ա դաշտ, որ խոտ ուտեն, մարտ ամսին ա կարծես լինում, մարտա կեթա, դարդա կեթա, երկում ա ու արածացնում ա իր ուլիկներին ու մարտն էլ ու այդ պատմությունից է առաջանում պարվի ուլերը, ես այդպես եմ լսել, չգիտեմ ամենայն դեպս ճիշտ, սուտ, դուք կարող եք գրել մեկնաբանություններում, թե ոնց է եղել, ամենայն դեպս գիտեմ, որ մի տատիկ է եղել, ինձպես շտապել է, որ գարունը շուտ գա ու իր ուլիկներին հանել է խոտ ուտելու, ուրախացել է, որ տաք է ու եղանակն էլ այդպես խանգարել է ու անունը մնացել է պարվի ուլեր։ Հետևորդներին ոնց որ թե չբարևեցի, սիրելի հետևորդներս, բարևներ, ողջույններ, ինչպես եք։ Ինչպես է տրամադրությունը, չնայենք եղանակին, երեկ երեկոյան շատ լավ եղանակ էր, իմ սիրածի հանակն է, ամպերի գոռոցը, կայծակի որոտ, ես շատ եմ սիրում այդ եղանակը, տրամադրություններդ բարձր թող լինի, եղանակ է, մի օր քամի կլինի, մի օր անձրև, ամպրոպ, կարկուտ, ձյուն, բնության օրենքներն են, Աստծո ստեղծածն է դա, մարդն ով է, որ չհարմարվի, չընդունի, եղանակ է, անձրև է պետք է լինի, կայծակ է պետք է լինի, այդպես, բայց դուք տրամադրությունները չգցեք, ուրախ եղեք, առողջ եղեք, ում ծննդյան օրն է շնորհավորում եմ այսօր, թող երջանիկ լինի, երջանիկ լինեն, առողջ լինեն, իրենց նպատակները կատարվեն, երազանքները։ Ահա որ սարսափելի քամի էր, ամբողջ գիշեր մտածել եմ, որ ծածիլյանոցից ցելոֆոնները քամին քշել տարել է։ Իրոք, եթե սենց ուժեղ քամի էլ է թողամասերի կողմում լինի, հիմա ցելոֆոնները քամին տարել է։ Քշել տանելը հետ հիմա սածիլներին ցուրտը չտանի, չնայած ցրտահարություն չի տվել, ուղղակի այսօր եթե քամի անձրև չլինի, պետք է անհապաղ գնամ հողամաս, ստուգեմ, որ տեսնեմ սածիլներս ինչ վիճակում են, ցելոֆոնը պատրած կլինի, բա տեսնում եք, չէ։ Դրա համար սածիլանոցը պետք է մոտիկ տեղ լիներ, որ ամեն անգամ ամեն օր իշնես, նայես, ուշադրություն դարձնես, խոտերը քաշես, ողջ գիշեր դա եմ մտածել, սիրելի հետևորդներս, այսօր ամսի 10-ն է, ապրիլի 10-ն է, օրերը թռնում են սիրելի հետևորդներս, թռնում են, այս ամիսն էլ հեսա կգնա, կանցնի ու դուք արդեն գիտեք իմ ուրախության պատճառը, թե ես ինչու եմ այդքան ուրախանում, պատճառը գիտեք, չնայած որ մեր կյանքից է անցնում, բայց դե պատճառը ուրախալի է։ Դե սիրելի հետևորդներս, լավ մնացեք, կհանդիպենք աշխատանքից հետո, տանը կամ հողամասում։ Սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձա տուն, եղանակը անպած, մերիս էլ մակ կոֆե պատրաստեց, խմեմ, տեսնեմ ինչ եմ անում, իհարկե տան գործեր չկա անելու, կարելի է ասել պարապություն, եղանակը անձրևային է, նայում եմ ու ուշում միտքս հողամասի կողմն է, ցելոֆոնը քամին քշած չլինի,
Արի Լիլիթ ջան, Լիլիթս էլ դպրոցից եկել է հո չէր թրջվել։ Թրջվել է։ Զոնտիկ չէիր տարել։ Չէ։ Ինչի, քեզ Մոռացամ։ քո դու զոնտիկ ուներ, քեզ Գևանուշ տատիկը զոնտիկ։ Մոռացամ զոնտիկը։ Նստի մոտս։ Այ մոտ թրջվել է մորալ։ Բայց ես մեր սիրելի հետևորդներ։ Տերնես ամպերը ոնց են գողում լի։ Այս ծաղիկները ես եմ քաղել եւ ես որոշեցի ով դուրը կբացի նրան կնվիրեի ծաղիկները բացեց մերին եւ իրան նվիրեցի Մերինա նվիրե ես տանը չէի նոր եմ եկել գործից Լիլիթը իր քուրիկին ծաղիկներ է նվիրել քաղել բերել է սիրուն նարգիզները նարգիզ են չէ սրանք հա Անձրևիտակ է հավոքի ոյ բեռնյանին հա Դրա մորը թրջված կլինես լավ Ես ուզում եմ սալատ ստեղծել Կուկուրուզով Չասի սալատ Կուկուրուզ հավմիս եւ ինչ էր մածուն թե Սմետ մայոնեզ սմետան Մի սահանի խաշի Վսրակ ասե Լիլիթը որոշեց աղցանը ինքը պատրաստի Դու պատրաստի համեր սովորի Հավի կրծքամիսն է Լտես մի սմետան Կա, ամեն ինչ էլ ունենք Դու մենակ պատրաստի Մոլոդեց Լիլիթ Մեր տոլման Այո, տոլման կա, բայց սալատ է ուզում Ցածր արա ու ուղի Ցածր արա Թող միսը եփվի ու կգա կպատրաստենք վայ Ինչ? Գորկի Դառնա, բա, ես 70% գորկստի Իմ դառը շոկոլ, սրանք իրանք չեն ուտում Համով չի որ չես ուտում, դառնա դրա համար չես ուտում Սանով կարելի է գիտես ինչ անել Միշտ սարքենք, հալացնենք Չէ, դառնա Դառը շոկոլադ չեն ուտում, սա միայն ես եմ կոֆեի հետ խմում Սիկոտնի ռոզ Սիրելի հետևորդներ, Լիլիթը միսը դրեց, որ էփվի, էփվեց, բայց ուրա Լիլիթը չկա, գնաց քնա Ուզեցի արթնացնեմ, որ գա պատրաստի, լավ հավեսին քնել էր Եվ ես արդեն հավի կրծքամիսը թելերի վերածեցի ու եգիպտացորենն եմ լցնում Կարթնանա կտենա պատրաստ է Կրծքամիսը քիչ էր տանը, թե չէ շատ կարելի էր լցնել, բայց դե ոչինչ ենքան որ ուզեց, իրա ուզածը կատարվի ուտի, աղ եմ լցնում, խաշելու ընթացքում մսին աղ չենք ավելացրել, Մի փոքր շատ քիչ սև պղպեղ կծույա Սխտորել չեմ լցնի, կանաչիներ էլ չեմ լցնի և մայոնեզ թթվասեր չկա, մի փոքր մայոնեզ կլցնեմ Հեշտ աղցան, ես այս տարբերակով սարքում եմ, կաղամբել եմ կտրատում, չնայած կաղամ տանը կա, կարելի է մի քիչ կաղամ կտրատել, ավելացնել, համով է լինում
Երևի այսքանը հենց բավական է, շատ չեմ ուզում լցնել։ Ահա եւ որ սիրելի հետևորդներս մի փոքր էլ կաղամբ ավելացրեցի, համեղ հավեսին աղցան եղավ։ Սիրելի հետևորդներ, ուրեմն ես այստեղ ինչ ունեմ։ Սա իմ նախ անցած տարվա հողամասի ադիբուդիներից է։ Նաև տեսեք հետը խառնվել է արևածաղիկը հողամասի, էլի շատ ուներ, սրանք դեռ չեմ հասցրել մաքրել, շատ ունեմ։ Հիմա ուզում եմ փորձել, հոր տեսնեմ լավ է բացվում, հո չի խոնավացել։ Հեսա իրար հետ փորձ ենք կատարում։ Խանութի էլ կա և սա էլ կա։ Հիմա տեսնեմ, թե ոնց է բացվում։ Մոռացել էի, ճիշտն ասած մոռացել էի, որ կար, գոյություն ուներ։ Բուսայուղ եմ լցնում։ Աղ։ Չգիտեմ, հիմա ոնց կբացվի, ինչ կլինի, չգիտեմ։ Գոյության մասին մոռացել եմ։ Նախանցած տարի այնքան շատ էի արել հողամասում։ Շատ։ Խանութի էլ ունեմ, որ խանութից եմ գնել։ Բայց այս ինձ տվել են լավ այս եգիպտացորենի սերմից, այս տարի կցանը։ Կափարիչն է պատրաստ պահենք։ Սպասենք արդյունքներին։ Ոյ սկսեց։ Պատշկամբում էր մնացել, 3 գիշերվա քամին է հայտնաբերել։ Թռնում եմ։ Ճտճտում են, վատ չի։ Ուզում եմ նայել, բայց ռիսկ չեմ անում։ Արդյունքը դուք էլ հիմա անամբեր ինձ նման սպասում եք, թե ինչ է լինելու վերջապես։ Չեմ բացելու մինչև ձայնը, որ չդադարի։ Միայն այսպես իրար կտամ։ Ձայնը դադարեց։ Անջատեմ ու տեսնենք։ Չգիտեմ, եթե լավ չլինի, ոյ։ Երևի մնացել է դուրսը պատշկամբում, խոնավացել է։ Լավ չեղավ։ Միացնեմ և խանութինը փորձենք։ Մի փոքր բուսայուղ։ Տեսնենք։ Սպասենք սրա արդյունքներին։ Եղանակն էլ բացեց, արև է դուրս եկել։ Այս միրիկվա պոչին։ Եվ անջատեցի ու լավ մի բարկացի, տեսեք սա լավ եղավ։
Սա ավելի լավ։ Սիրելի հետևորդներս, սա խանութից գնացն է, սա էլ հողամասինն է։ Իհարկե սա նախ անցած տարվանն էր եւ պատշգամբում մնացել խոնավացել էր։ Փոքր է բացվել, բայց համով է։